Պարոն Ռուբենյան, այստեղ չպարոն Ռուբենյանը, պարոն Ալեքսանյան, պարոն Գոնջորյան, ես անկեղծ մի բարեկամական խորհուրդ եմ ուզում տալ, չնայած նրան, որ մենք բարեկամներ չենք եւ երբեք չենք կարող լինել, որովհետեւ մենք խորը գաղափարական հակասություններ ունենք մեր պետության անցյալի, մեր պետության պատմության, ներկայի եւ որ ամենակարևորն է մեր պետության ապագայի հետ կապված։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ, որպեսզի այն իշխանությանը ծառայելու, կուրորեն ծառայելը երբեք նույնը չի պետությանը ծառայելու համար։ Ձեր դեպքում շատ հաճախ դրանք չեն համընկնում իրար։ Տեսեք, վառ ապացույցն է դրա, օրինակ, Ալեն Սիմոնյանը։ Այդ կուրորեն ծառայելը դեռևս քաղաքական ապագա չի երաշխավորում։ 5 տարի Ալեն Սիմոնյանն էր, 5 տարի Ալեն Սիմոնյանը նույն ձևով կուսակցության Նիկոլ Փաշինյանի որոշումները կատարել է, իրականացրել է, բայց այսօր արդեն ազգային ժողովում չէ։ Ուզում եմ ասեմ, որ շատ հաճախ դա ապագա չի երաշխավորելու, պետք չի քաղաքական ապագա երաշխավորել, պետքա շարժվել սահմանադրությամբ, պետքա Հայաստանի Հանրապետության օրենքներով հետևել։ Ալեն Սիմոնյանը անցնող 5 տարիներին ուղիղ ամենաշատ հակառուսական տրամադրություններ գեներացնող մարկանցից մեկն է եղել Հայաստանի Հանրապետություն։ Այն ինչը Նիկոլ Փաշինյանը չի ասել իր բերանով, ասել է Ալեն Սիմոնյանի բերանով։ Եվ դրա արդյունքը այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու գյուղացիներն են, այսպես ասած, քաշում։ Այս տնտեսական Ռուսաստանի հետ կապված սահմանափակումները, վերջերս Նիկոլ Փաշինյանը գնացել էր Արաքս համայնքում մի ձկնաբուծարան, ասում էր, որ տեսեք, այս մարդիկ արտահանում են անում եւ այլն եւ այլն։ Շատ սխալ տեղ էր գնացել, որովհետեւ այդ ձկնաբուծական տնտեսությունը բոլորը գիտեն, 20 տարի արտահանում անում, սև խավիարը արտահանում, Ռուսաստանի ԵԱՏՄ երկրների հետ արտահանում երբեք չի արել, ինքը իշխանձուկ չի բուծում, փոխարենը պետք էր գնալ այդտեղից 1-2 կիլոմետր են կողմ, օրինակ Ջրառատ գյուղի, Գայ գյուղի, Մեծամոր գյուղի ձկնաբուծարաններ եւ խոսել այդ մարդկանց հետ, ում տնտեսությունները եւ ապագան տնտեսությունների ուղիղ կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Տվյալ դեպքում Ռուսաստանի, որովհետեւ ամենամեծ շուկան ԵԱՏՄ-ի դա Ռուսաստանն է։ Այդտեղից կարող էր, օրինակ, ես կարող եմ տեղերը ցույց տալ, գնալ մյուս գյուղերի ջերմոցային տնտեսություններ, ծաղիկ աճեցնողների հետ խոսալ, լոլիկ աճեցնողների հետ խոսալ, այս խնդիրը իրականում օրհասական է դառնալու աշնանը։ Աշնան բերքը երբ որ եղավ եւ գյուղացիները նույն խնդրի առաջ կանգնեցին, ես չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու։